Պարոն Սաքունց, հիմա այս ակցիան, դրա նպատակը ո՞րն է, այսինքն չպետք է օրինակ Ռուսաստանի արտգործնախարարը գա Հայաստան, դիվանագիտական հարաբերություններ ծավալեն, զարգացնեն դրանք։ Նացիստական Գերմանիայի վարչակազմը չպետք է ունենար դիվանագիտական հարաբերություն Վիշի վարչակազմի հետ, հա։ Ռուսաստանը նացիստական ֆաշիստական դիկտատուրա է այնտեղ, այո։ Չգիտեք։ Այսինքն առաջարկում Դուք չգիտեք որ ռուսական Ես ձեզ եմ հարցնում։ Չէ, ասում եմ ձեզ, Ռուսաստանում ֆաշիստական դիկտատուրա է։ Հայաստանը պետք է խզի կապերը Ռուսաստանի հետ։ Հայաստանը պետք է իր ենթակայությունը եւ կախվածությունը Ռուսաստանից վերացնի։ Ինչպես։ Այսպես վերանում է կախվածությունը։ Տնտեսական կախվածությունը, քաղաքական, անվտանգային, այո, պետք է վերացնի։ Հայաստանի մեծ շուկայի մեծ մասը ԵԱՏՄ շուկան է։ Հիմա ես ինչ եք առաջարկում դրան հակառակ։ Պետք է դիվերսիֆիկացնել եւ եվրոպական միության անդամ պետությունների հետ զարգացնել առևտրու եւ տնտեսական հարաբերությունները։ Ինչի՞ չի դիվերսիֆիկացնում Հայաստանը, եթե դա հնարավոր է։ Ինձ եք հարցում, գնայից ես չեմ դրա Դա պատասխան։ հնարավոր է։ Այո, պատկերացրեք հնարավոր է, պատկերացրեք։ Ունեք եվրոպական շուկան հայկական ապրանքները կընդունի, ինչ է կար։ Դրա համար պետք է զարգացնենք մեր տնտեսական կարողությունները, տեխնոլոգիաները այդ մակարդակին հասցնելու համար։ Ոչ թե անընդհատ մնանք այս չքավոր վիճակում, հա, հետամնաց վիճակում, որ անդադ Ռուսաստանից կախված լինենք։ Ռուսաստանը մեզ խանգարում է զարգանալ։ Բա իհարկե։ Ինչպես է դա արտացոլվում։ Տեխնոլոգիաների ԵԱՏՄ-ի չափանիշները նայեք, տեսեք ոնց է խանգարում։ Անվտանգային առումով ինչ է կարծում, ունեք Հայաստանը այլընտրանք ունի Ռուսաստանից բաց։ Այո, միշտ է ունեցել, ի սկզբանե էր ունել։ Բայց ցավոք սրտի քաղաքական պատակարարություն դենելով Հայաստանում իշխանությունը պահելու համար գնացին ամբողջ անվտանգային համակարգը հանձնեցին Ռուսաստանին։ Հիմա եթե այդ ամեն ինչը հնարավոր է, Հայաստանի իշխանություններն էլ արևմտամետ իշխանություններ են, ինչու չեն դիվերսիֆիկացնում ամեն։ Դիվերսիֆիկացում ենք, պաշտպանության բնագավառում հիմա Ռուսաստանից սպառազինություն ընդհանրապես քիչ է առնվում։ Այլ երկրներից է գնում։ Մնացածը էներգետիկա եւ այլն պետք է արվի, որի համար մենք պահանջում ենք։ Հիմա դուք օրինակ ուզում եք, որ միանգամից դադարեցվեն Ռուսաստանի հետ հարաբերությունները։ Ինչ հարց եք տալիս։ Ռուսաստանի Դաշնությունից ինչքան հեռու այդ բռնապետական ռեժիմից, այնքան անվտանգ։ Դուք ուզում եք իմ մարդ մահանա, կներեք, հա տղաները մահանա։ Ռուսաստանի Դաշնությունը մեր անվտանգության թիվ 1 վտանգն է։ Եվ ինքը ոչ մի անգամ իր դաշնակցային, այսպես կոչված, պարտավորություն չի կատարել Հայաստանի առջև, չգիտեք։ Չէ։ Օրինակ որտեղ պետք է կատարել, որ չի կատարել։ Պետք է զսպել Ադրբեջանին, որպեսզի ագրեսիա չաներ Լեռնային Ղարաբաղի նկատմամբ։ Պետք է Հայաստանի նկատմամբ ագրեսիայից հետո բան աներ, իր զորքերը թեկուզ տեղաշարժեր ու մոտեցնել Ադրբեջանի սահմանին։ Պարզ չի։ Բայց օրինակ որ Հայաստանի իշխանությունները ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին բերում բանտեն խոսում ՀԱՊԿ-ի մասին։ Ես խոսում եմ հայ-ռուսական միջպետական պայմանագրերի մասին։ Հայաստանը դիմել է Ռուսաստանին որպեսզի։ Բայց պայմանագրով գրված է, ինչ անշակում դիմել է, թաքուն է հարձակվել Ադրբեջանը։ Դիմել։ Ինչպես։ Ինչու չի դիմել։ Մի րոպե, ինչ անշակում չի դիմել։ Հարցը բարձրացվել է, ինչ անշանակում։ Իսկ մենք դիմել ենք, որ ինքը բանակը մեծ շրջապատել են, կայրանում են տղաներին մորթում էին։ Դուք ինչ հարց եք տանում։ Ուկրաինան դիմել է Ռուսաստանին, որ բանը իր վրա ագրեսիա անի։ Ինչ կապ ուներ մեկը մյուսի։ Բա ինչ կապ ունի, որովհետև դա ագրեսոր ռեժիմ է։ Ինքը ոնց ուզում է, այնպես էլ վարվում է։ Եթե Ռուսաստանը Հայաստանի ռազմավարական դաշնակիցն է, Հայաստանը չպետք է դիմի օգնության։ Բայց պայմանագրով արդեն նախատեսված։ Հենց ինքնին գույք պարտքի դիմաց, երբ որ քո ազգային պետական ունեցվածքը հանձնում ես պետական պարտքի դիմաց, դա ռազմավարական դաշնակցի պահվածք է։ Ո՞վ է հանձնել գույքը պարտքի դիմաց։ Չգիտեք։ Քոչարյան գողը։ Դուք Հայաստանում քան տարի է որ ապրում եք։ Միշտ Հայաստանում։ Հա, դե իմացեք գույք պարտքի դիմաց։ Ո՞վ է հանձնել Հայաստանի պետական գույքը, որպես պարտքի մարում։ Ո՞վ է արել։ Քոչարյանի։ Դա դաշնակցային մոտեցում է, այն դեպքում որ Ռուսաստանի Դաշնությունը այլ տասնյակ պետությունների արտաքին պարտքը սովետական միությանը, քանի որ ինքը զերոացրեց, դա դաշնակցային մոտեցում է։ Հիմա մենք օրինակ ուրիշ ռեալ դաշնակիցներ ունենք։ Այո, ունենք։ Ովքեր են։ Հա։ Որ պետություններ։ Չեմ ասի, որ մի անմիտ մնաք։